մոտ եղել է գրեթե 3 ամիս առաջ առաջին անգամ իր եղբոր հետ։ Այո։ Ձեռնափայտով շատ անտրամադիր, շատ ծանր վիճակում։ Հիմա ինչ որ ասում եմ, ոչ թե թաքուն եմ ասում, այլ իրեն մոտ եմ ասում։ Այո, ճիշտ է։ Ու նույնն եկավ խորհրդատվության նպատակով։ Նույնին նայեցի, ճիշտ ասած, այնքան անհուսալի, որ ամաչում էի, քաշվում էի, որ ասեի Նունե ջան, ես քեզ չեմ կարող օգտակար լինել։ Նունեն շատ պնդեց, որ չէ, ես հավատքով, այո, հավատքով եկել եմ ձեզ մոտ։ Դուք ինձ պետք է բժշկեք։ Կներեք մի քիչ երկար է ստացվում զրույցս, բայց այդ օրը այնպես ստացվեց, որ ուրիշ տարբերակ չկար Նունեին իրոքը համոզելու, որ Նունե դուք իմ բուժարուն չեք, Նունեն ուներ ռևմատոիդ արտրիտ, արտրոզ, խմում էր շատ բարձր դոզայի հորմոնալ դեղեր։ Մենք այդ օրը հրավիրեցինք սոնոգրաֆիայի մասնագետին, սոնոգրաֆիայի մասնագետը իր ապարատուրայով մեր կաբինետում զննություն արեց և ինձ SMS ուղարկեց, բժիշկ դուք ճիշտ եք, թող Նունեն գնա մեկ այլ բժշկի մոտ բուժվելու։ Ես կրկին համոզվեցի, որ իմ ձեռքով նայածը և իմ աչքի տեսածը նաև հաստատեց սոնոգրաֆիայի ապարատը։ Բայց ամեն դեպքում այդքանից հետո էլ Նունեն լիարժեք երկու ոտքը դրած մեկ կոշիկ, ասեց կոշիկ էլ չկար հակա, ասեմ ձեզ կոշիկ էլ չկար, քանի որ նրա ոտքերը այդ աստիճանի այտուցված էին, չէր կարողանում։ Մի խոսքով ձեռնափայտով ու ձեռնափայտով։ Այո, ձեռնափայտով։ Մի խոսքով ես որպեսի Նունեին չնեղացնեմ, ինչ-որ բան տվեցի Նունեին, ասի Նունե ջան, սա տար օգտագործի, կարող է լավ լինես, բայց ես քո բժիշկը չեմ։ Անցավ մոտավորապես ամիս ու կես հետո խորհրդատվության մարդ է եկել, դու չեմ ճանաչում, եկել ասի ձերն ինչ խնդիր է, ասես բժիշկ ինչ չեք հիշում, ասի չէ, չեմ հիշում, ասեց ես եմ բուժարուն եմ, որ կաստիլով է եկել ձեզ մոտ, բայց դուք չէիք ուզում ընդունել, ես եկել եմ հիջամաթերապիայի։ Այո։ Ու մենք անցանք հիջամաթերապիայի, մնացածը թող Նունեն պատմի։ Այդ օր անցանք թերապիայի, ես ճիշտն ասած չէի մտածում ոնց է իմ բուժումը լինելու, ինձ թվում էր ինչ-որ բան էլի, ոտքերը տրորելով, չգիտեմ, ու պարկեցի, բժիշկը մոտեցեց, արեց, մի քիչ ցավացրեց, բայց դիմացա ցավին, որովհետև դա ինձ պետք էր։ Հետո ցույց տվեց, թե ինչ է ինձանից հանում, լյարդացած, մեռած, թույն, այրուն, կարելի է ասել այրուն չի դա, չգիտեմ ինչ էր։ Ես վերջացրելուց հետո քույրն ինձ ասեց, ես քեզ կօգնեմ, որ նասկիները թաքնես, կոշիկները թաքնես, որտեղ ես ահա որ վատ էի, բժիշկը ասեց չէ, ինքնուրույն, ու ստացվեց, ինքնուրույն հագնեցի, թե նասկիներս, թե կոշիկներս, իջա, ոտքերս դրեցի հատակին, զգացի, որ ես զգում եմ ոտքերս, որովհետև ես չէի զգում ոտքերս, իրանք անընդհատ ծակծկում էին, ոնց որ անընդհատ ես տոկի տայինից։ Քայլեցի, բժիշկը ասեց, ասեցի հրաշք, սա հրաշք է, միայն կարող եմ ասեմ հրաշք, որովհետև ես չէի կարող ասել ինչ է կատարվում իմ հետ, ոչ ուզում էի ճիշտ ասած լացեի, բայց որ լացեի հիվանդները կասեն բժիշկը ծեծել է, բայց չէ, գնացի տուն, աստիճանները բարձրացա։ Որ հարկ։ Մեր տունը սեփական տուն է, մի 10-15 աստիճան կա։
նորմալ, մարդու նման բարձացա, քայլեցի տանը, զգում եմ ոտքերս, որ զգում եմ իրան, ոտքերի շարժումից զգում եմ։ Մինչև թերապիան ես կարող էի անընդհատ արթուների աչքերը բաց, ես չէի կարող քնել, ես ահավոր ցավեր ունեի ծնկներից, որ կպնում էին, ինձ թվում էր վերքի եմ կպնում, ահավոր ցավերս հանդարտվեց, կարամ ասեմ առաջինից էլ հանդարտվել էր, քիչ էր, երկրորդից ընդհանրապես չեմ զգացել, երրորդ այսօր է, ու ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու Աստծո կամքով։ Ամենակարողին, որ ինձ ուժ տվեց Նունեին ոտքի հանելու, անհույս, ինքը անհույս, ես անհույս, բայց Աստծո տված ուժով մենք երկուսով հաղթահարեցինք դժվարությունը, իսկ հիմա դեղորայք օգտագործում եք, այդ հորմոնալ դեղորայքը ոչ մի դեղորայք չեմ օգտագործում, քնաբեր չեմ օգտագործում, հանգիստ քնում եմ, լարվածություն չունեմ, նեղվածություն չունեմ։ Իսկ վերադարձել եք նոր կյանք։ Նույն կյանքի մի փոքր քիչ է մնացել, որ ես լինեմ նույն Նունեն։